Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի մարտի 21-ն է, ինչպես արդեն տեսնում եք, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բավականին շատ ջուն է եկել, բավականին ցուրտ է հիմա Ստեփանավան քաղաքում։ Այսօր եթեր մտնելու շարժառիթը հանդիսանում է այն, որ ես ցանկանում եմ անդրադառնալ Լոռու մարզի ոստիկանների կողմից արցախցի երիտասարդին ծեծի ենթարկելու մամուլում, այսինքն լրատվամիջոցներում շրջանառվող ենթադրյալ դեպքի մանրամասներին։ Մասնավորապես լրատվամիջոցներով շրջանառվում է ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակից Գոր Խառատյանի անունը, որ ըստ լրատվամիջոցում հրապարակված տեղեկությունների ոստիկանության ծառայող Գոր Խառատյանն է ծեծի ենթարկել արցախցի երիտասարդին։ Ասեմ, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, այսինքն քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չի հաստատվել մարդու մեղավորությունը, ապա այդ մարդը համարվում է անմեղ, սա օրենքի տեսանկյունից։ Նաև ցանկանում եմ նշել, որ իմ կողմից հիշատակված ոստիկանության ծառայող Գոր Խառատյանը դեռևս 2016 թվականին ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի նախկին տեղակալ, ներկայումս փաստաբան Արա Կարապետյանի ցուցումով ինձ վատություն է արել, կրկնում եմ, այդ դեպքը տեղի ունեցել դեռևս 2016 թվականին, սակայն ցանկանում եմ նշել, որ ես հիշաչար չեմ եւ ներում եմ ոստիկանության ծառայող Գոր Խառատյանին 2016 թվականին ինձ վատություն անելու համար։ Նաև կցանկանայի նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն ոստիկանության ծառայողները նույնպես, մասնավորապես հենց ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները նույնպես մեկնել են Արցախի հանրապետություն պատերազմին մասնակցելու նպատակով եւ դժբախտաբար ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներից նույնպես եղել են զոհեր, այսինքն Լոռու մարզի ոստիկանները իրենց կյանքը չեն խնայել հանուն Արցախի եւ հանուն Արցախի զոհաբերվել են հերոսի մահով, մասնավորապես հենց ոստիկանության Տարոնի բաժնի ծառայող Իգորը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հերթապահ մասի ծառայող Նավասարդյանը նույնպես զոհվել են հանուն հայրենիքի, այսինքն 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հանրապետությունում, այսինքն պետք չի ջրբաժան անցկացնել, պետք չի տարանջատում մտցնել, որ հիմա հանրության շրջանում տեղեկություններ ա տարածված, որ իբր թե Հայաստանի Հանրապետության ոստիկանները վատ են վերաբերվում Արցախի հանրապետության քաղաքացիներին, ասեմ, որ նման բան չկա։ Նաև նշեմ, որ իմ կողմից հիշատակված ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայող այդ Գոր Խառատյանը իմ ունեցած հավաստի տեղեկություններով բավականին արդյունավետ պայքար է տարել հանցավորության դեմ, մասնավորապես հենց գողականների դեմ, եւ այն ոստիկանը, ով որ պայքար է տանում գողականների դեմ, այդ ոստիկանը իմ գլխից վրա տեղ ունի, սա անկեղծ եմ ասում, այսինքն հիմա ճիշտ է ոստիկանության ծառայող Գոր Խառատյանը գտնվում է խոցելի կարգավիճակում, այսինքն եթե ես նպատակ ունենայի ոստիկանության ծառայող Գոր Խառատյանին վատություն անելու, ապա ես նույնպես կարող էի նրա վատությանը պատասխանել վատությամբ, սակայն զերծ կմնամ ոստիկանության ծառայող Գոր Խառատյանի հանդեպ որոշ գործողություններ ձեռնարկելուց, քանի որ ինչպես արդեն նշեցի, ես մեծ ահոգի եմ եւ ընկածին երբեք չեմ հարվածում, այլ ընդհակառակն ընկածին ձեռք եմ մեկնում, որպեսզի վեր բարձրացնեմ ընկածին, քանի որ ես ինքս մեծ ահոգի անձնավորություն եմ եւ ինչպես արդեն նշեցի, այն ոստիկանը, ով պայքարում է հանցավորության դեմ, մասնավորապես հենց գողականների դեմ, ապա այդ ոստիկանը իմ գլխից վրա տեղ ունի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ արցախցի երիտասարդի ստացած մարմնական վնասվածքներին, ապա դա դեռ պետք է քննությամբ պարզվի, թե այդ արցախցի երիտասարդի մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքները արդյոք հասցվել են ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից, թե ոչ, դա պետք է քննությամբ պարզվի, նորից եմ կրկնում, գոյություն ունի անմեղության կանխավարկած, պետք չէ թիրախավորել հայ ոստիկաններին, նորից եմ կրկնում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց ոստիկանության Լոռու մարզային վարչության բազմաթիվ ծառայողներ կամավոր մեկնել են Արցախ եւ զոհաբերվել են հանուն Արցախի եւ պետք է
Արցախի հանրապետության քաղաքացիներ, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ թիրախավորել են հայ ոստիկաններին, պետք է նրանք մեկըդմիշտ հիշեն դա, որ Հայաստանի Հանրապետության նույն Լոռու մարզային վարչության ոստիկանները 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել են Արցախ եւ զոհաբերել են իրենց կյանքը հանուն Արցախի։ Նաև ցանկանում եմ նշել, որ ես ինքս ոստիկանության Լոռու մարզային վարչության թե Տարոնի բաժնում, թե Բազումի բաժնում, թե Ստեփանավանի բաժնում ունեմ բազմաթիվ ընկերներ, ասեմ, որ այսքան ժամանակ չի եղել այնպիսի մի դեպք, որ անձամբ ես ինքս բռնությունների ենթարկվեմ ոստիկանության ծառայողների կողմից, նման բան չի եղել եւ հավաստիացնում եմ, որ կոնկրետ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը, թե ոստիկանության Տարոնի բաժինը, թե ոստիկանության Բազումի բաժինը, թե ոստիկանության Ստեփանավանի բաժինը արդյունավետ պայքար են տանում հանցավորության դեմ եւ իհարկե ես ինքս բռնությունը բնականաբար չեմ խրախուսում, ես ինքս լինելով ողջամիտ անձնավորություն բնականաբար դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում, բռնությունը ինձ համար անընդունելի եւ անթույլատրելի է եւ եթե կհիմնավորվի ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայող Գոր Խառատյանի մեղավորությունը այդ արցախցի երիտասարդի ծեծի ենթարկելու մեջ, ապա վերջինս թող օրենքով սահմանված կարգով ենթարկվի քրեական պատասխանատվության։ Սակայն նորից եմ կրկնում, դա դեռ պետք է քննությամբ պարզվի, որ այդ արցախցի երիտասարդի մարմնին հայտնաբերված մարմնական վնասվածքները արդյոք հասցվել են հենց ոստիկանության ծառայող Գոր Խառատյանի կողմից, թե ոչ, դա պետք է պարզվի նախաքննությամբ, նորից եմ կրկնում, գոյություն ունի անմեղության կանխավարկած եւ հանրությանը հորդորում եմ զերծ մնալ ոստիկանության ծառայողների հասցեին բռնության կոչեր հնչեցնելուց, ասեմ, որ պարզաբանեմ, որ բռնության կոչեր հնչեցնելը նույնպես ինքը համարվում է հանցագործություն եւ ես լրատվամիջոցներով կարդացի, որ բազմաթիվ արցախցիներ կոչ են անում Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների նկատմամբ բռնության կոչեր են հնչեցնում հրապարակայնորեն, այսինքն տեսանյութերի տակ գրված իրենց մեկնաբանություններով, ինչպես նաև ոստիկանության հասցեին սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ են գրում, ես դա նույնպես անընդունելի եւ անթույլատրելի եմ համարում, պետք է պահպանենք համակեցության կանոնները, բոլորս էլ հայ ենք, նույն Արցախի քաղաքացիները, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք նույնպես մեր քույրերն ու եղբայրներն են, այսինքն պետք չի թիրախավորել որևէ մեկին եւ ես իսկապես չգիտեմ հիմա այդ ոստիկանության ծառայող Գոր Խառատյանի մեղավորությունը արկա է թե